Իրականում պարոն Բրյուները առաջին հանձնակատարն է միգրացիա եւ ներքին գործերի հարցերով, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն, եւ ես պիտի նշեմ, որ բավական խիտ գրաֆիկ ենք ունեցել, հագեցած քննարկումներ ենք ունեցել, եւ սա թույլ է տվել մեզ հստակեցնելու այն ակնկալիքները եւ այն գործողությունները, որոնք այս մայրությամբ կատարվում են, եւ ըստ այդմ պիտի կատարվեն առաջիկայում։ Փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայն միակ պետությունն է, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն ունի վիզաների ազատականացման թեմայով։ Միակ պետությունն ենք այս պահին, եւ կարծում եմ սա չափազանց պարտավորեցնող գնահատական է, եւ հանձնակատարի այցը Հայաստանի Հանրապետություն նաև փաստում է երկկողմ հանձնառության մասին, երկկողմ ջանքի եւ կամքի մասին այս process-ը ճիշտ ճանապարհով տանելու եւ հանգուցալուծելու։ Պիտի փաստեմ, որ ազատականացումը իրատեսական է, անգամ շատ իրատեսական է։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ մեր քաղաքացիների հետ մենք շատ թափանցիկ ենք եղել այս ամբողջ գործընթացում, երբ ես որպես գլխավոր բանակցող ստացագործողությունների ծրագիրը այն անմիջապես հանրայնացվեց ներքին գործերի նախարարության կայքեջում, ընդ որում թե բնօրինակ տարբերակով եւ թե նաեւ հայերեն թարգմանությամբ։ Եվ մեր քաղաքացիները կարող են ազատորեն տեսնել, թե ինչպիսի գործողություններ է նախատեսում գործողությունների ծրագիրը, եւ մենք ուր ենք հասել։ Մայիսին կունենանք առաջին առաջընթացի մասին զեկույցը Եվրոպական միության կողմից փոխանցվող եւ վստահաբար կարձանագրենք փոխադարձաբար, որ մենք ունենք գոհացուցիչ արդյունքներ այս պահի դրությամբ։ Արդեն իսկ հստակեցվել է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մասով հայեցակարգային մոտեցումները։ Սահմանների համալիր կառավարման բաղադրիչը եւս հստակեցված է։ Փաստեմ, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի մասով կրկին ունենք հայեցակարգային նոր մոտեցումներ, որոնք ստանդարտ կբերեն Հայաստանի Հանրապետությունում, եւ ի վերջո ամենակարևորը նախարարության մանդատի շրջանակներում մենք ներդնում ենք կենսաչափական նոր ենթակառուցվածք։ Ընդ որում, երբ որ մենք թվարկում ենք այս բոլոր արդյունքները, նախ պիտի փաստենք, որ գործողությունների ծրագիրը չէ, որ պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության այս ոլորտով առաջ գնալու եւ արդյունքներ ունենալու, սա մեր կառավարության հանձնառությունն է, մեր բարեփոխումների օրակարգն է, եւ մենք հետեւողականորեն գնում ենք առաջ, այո, ունենալով հատումներ նաեւ գործողությունների ծրագրի տարբեր բաղադրիչների շրջանակներում։ Պիտի փաստեմ, որ սա մարդկանց մասին է, վիզաների ազատականացումը մարդկանց մասին է, ճամփորդության ժողովրդավարացման մասին է, որովհետեւ տարիներ շարունակ մեզ մոտ կարծրատիպ կա, որ ճամփորդելու հնարավորություն ունեն միայն այն մարդիկ, ովքեր ունեն բավարար ֆինանսական միջոցներ, որոշակի սոցիալական դիր։ Այո, եւ կարծում եմ հենց վիզաների ազատականացումը թույլ կտա մեզ կոտրելու այս կարծրատիպը եւ ճամփորդելու հնարավորություն տալու մեր բոլոր քաղաքացիներին, նաեւ զերծ պահելու քաղաքացիներին վիզաների ստացման տարբեր քաշքշուկներից։ Պիտի նաեւ նշեմ, որ ավիացիոն ոլորտի մի շարք փոփոխություններ հենց նպաստում են այս շարժունակության ավելի ամրապնդմանը, զարգացմանը, բայց զուգահեռ իրականության մեջ բնականաբար վիզաների ազատականացումը եւս ռիսկային որոշակի process-ներ ունի Եվրոպական միության տեսանկյունից եւ մենք պիտի կառավարենք այդ բոլոր ռիսկերը, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք վիզայի ազատականացման մասին, առաջին հայացքից առաջին հարցը, որն առաջ է գալիս նաեւ մեդիա տիրույթում, դա արտագաղթի ռիսկի առաջացումն է։ Բայց ես ուրախ եմ փաստելու, որ նախ առաջինը մենք ունենք հանձնառություն այս ամբողջ process-ը ճիշտ կառավարելու եւ հետեւապես նաեւ Եվրոպական միության տարածքում գտնվող անօրինական միգրանտների հարցը կառավարելու, այդպիսի դեպքերը բացառելու, բայց միևնույն ժամանակ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը եւ մենք ձևավորում ենք ներգաղթի միտումներ։ Մեր տեսանկյունից պետությունն ավելի գրավիչ է դառնում մեր քաղաքացիների համար եւ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք ունեցել ենք միգրացիոն դրական սալդո, այսինքն ավելի շատ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այո, մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, թիվը կազմում է 8660, քան ելք է եղել Հայաստանի Հանրապետությունից։ Սա կարծում եմ նաեւ վստահություն է տալիս Եվրոպական միության մեր գործընկերներին, որովհետեւ կարծում եմ դուք եք վստահ, որ երբ որ մի պետության հետ սկսում ես վիզայի ազատականացման խոսակցություն, պիտի վստահ լինես, որ տվյալ պետությունը չի գեներացնի լրացուցիչ ռիսկեր մարդկանց տեղաշարժի տեսանկյունից։ Եվ ուրախ եմ արձանագրելու, որ այս փուլում երկուստեք մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ուղով գնում է առաջ եւ պատրաստակամություն ունի կատարելու գործողությունների ծրագրի նախատեսված բոլոր միջոցառումները։ Ես ամենասկզբում ասացի մոտավոր ժամկետներ ունենք, թե չէ։ Տեսեք, ամեն ինչ կախված է մեր տեմպից, մեր բովանդակային քայլերից։ Եթե միջին տեմպը մեր վերցնենք, որ հիմա մենք աշխատում ենք, մոտավորապես ոնց կգնա։ Մեր ներքին հանձնառությունը ամեն դեպքում ներքին գործերի նախարարության որպես ոլորտի համակարգող, այս թեմայով համակարգող, մենք մեր արժեվ խնդիր ենք դրել 2-3 տարվա կտրվածքով ավարտելու ամբողջ process-ը, որովհետև ունենք համոզմունք, որ մի շարք ուղղություններով արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը առաջընթաց է գրանցել եւ մի շարք ուղղություններով արդեն հստակ պատկերացում ունենք ինչպես ենք առաջ գնալու։ Իհարկե անշնորհակալ գործ է տարիների մասով որևէ նշում կատարելը, բայց սա մեր ներքին հանձնառությունն է եւ մենք հետեւողականորեն հենց այսպես ենք շարժվելու առաջ, ընդ որում կարևոր բաղադրիչ համարվող օրինակ կենսաչափական ենթակառուցվածքի ներդրման մասին խոսելիս, եթե ես այս մասին խոսեի օրինակ մի քանի տարի առաջ, վստահաբար չէի ունենա այն համոզմունքը, որ մենք կներդնենք այսպիսի համակարգ, որովհետև չենք ունեցել ընդհանրապես տեսլական կենսաչափական փաստաթղթերի մասով ենթակառուցվածք։ Դա արդեն իսկ իրատեսական է եւ 2026 թվականի աշնանը ամբողջովին նոր ենթակառուցվածքը կներդրվի Հայաստանի Հանրապետությունում եւ աշնանը արդեն մեր քաղաքացիները կկարողանան ստանալ թե նույնականացման քարտեր եւ անձնագրեր։ Ինչը պրծավ, թանակը պրծավ, տես բաներ չեն
լինի։ Չեն լինելու վստահաբար, որովհետև սա նաև հենց այն շոշափելի արդյունքներից է, որը մենք կգրանցենք վիզաների ազատականացման process-ում 2026 թվականի աշնանից սկսած մենք կմատուցենք նոր ծառայություններ մեր քաղաքացիներին եւ վստահաբար նրանք կմոռանան այն բացասական էմոցիաները, որոնք առաջ են եկել մինչ այս պահ անձնագրային տարբեր գրասենյակներ Տիկին Սարգսյան, մեր բնակչության մեծ մասի համար վիզաների ազատականացումը դա ճամփորդելու մասին ինչ-որ մի բան է, բայց իրականում գործընթացը շատ ավելի բազմաբևեռ է, հա, սահմանների կառավարում, մարդու իրավունքներ, թվում է թե ինչ կապ ունի վիզաների ազատականացումը մարդու իրավունքների հետ, հանրային անվտանգության վերաբերյալ կոմպոնենտներ, այսինքն ինքը շատ կոմպոնենտներ ունի, որը չի երևում տրամաբանորեն։ Ազատականացումը գնում ենք կամ գալիս ենք։ Այս հարակից ուղղություններով ինչ ունենք։ Շատ ճիշտ նկատեցիք, որ վիզաների ազատականացումը տարբեր հենասյունային ուղղությունների մասին է, որովհետև սա ենթադրում է Եվրոպական միության ընտանիք ավելի ինտեգրվելու մասին եւ պիտի վստահ լինի նաեւ Եվրոպական միությունը, որ ազատ վիզային ռեժիմ տրամադրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարբեր անվտանգային ռիսկեր չեզոքացված են, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը հատկապես բարձր մակարդակի է, կոռուպցիայի դեմ պայքար ունենք, թրաֆիկինգի դեմ պայքար ունենք, անձնական տվյալների պաշտպանությունն է բավական բարձր մակարդակի վրա եւ բնականաբար հանրային անվտանգության ոլորտը եւս եւ ամենակարևոր բաղադրիչը թերևս որ անընդհատ շեշտադրվում է մեր եվրոպացի գործընկերների կողմից, դա սահմանների համալիր կառավարումն է։ Պիտի նշեմ, որ մենք 180 աստիճանով տրանսֆորմացիայի ենք ենթարկելու այս ոլորտը ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերների հետ, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք սահմանների համալիր կառավարման մասին, սա միայն Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը չէ, սա միայն սահմանային կնիքը չէ, սա միայն սահմանապահին տեսնելը չէ։ Ինչն է։ Մենք պիտի ճանաչենք Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ցանկացած անձի եւ վստահ լինենք, որ սահմանից ներս գալով մենք կկարողանանք ցանկացած ռիսկ կառավարելի դարձնել նաեւ անվտանգության տեսանկյունից եւ այս պայդրությամբ թե սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգն է վերափոխվում, թե բնակչության պետական ռեգիստրը, որովհետեւ վաղուց մենք կարիք ունենք մեծ տվյալների նաեւ վերլուծության, որպեսզի պետությունը նաեւ միգրացիոն հոսքերը ճիշտ պլանավորի, ճիշտ հասկանա, թե ինչպիսի քաղաքականություն պիտի վարի նաեւ տարբեր երկրների հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու տեսանկյունից եւ կարծում եմ, որ այս կարևորագույն բաղադրիչի փոփոխության արդյունքում վստահաբար մենք եւս մեկ կոմպոնենտ կատարված կհամարենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի։ Այ դուք խոսեցիք հանրային անվտանգության մասին, Եվրամիությունը նույնպես դրական է խոսում անվտանգության համակարգի մասին, բայց մեր քաղաքացիներից շատերի մոտ կան մտահոգություններ, որ մենք հաճախ չասեմ, բայց պարբերաբար կարդում ենք, լսում ենք, տեսնում ենք օրը ցերեկով սպանություններ, հա։ Ձեր մեկնաբանությունը իրոք պատկերը նման ձև է։ Գիտեք, շատ կարևոր է պատկերի վերաբերյալ տարբեր ընկալումները սեղանի վրա դնելու եւ հասկանալու, թե որ ընկալումը ինչի համար է գեներացվում։ Մի կողմից մենք ունենք ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը շփումներ, շփումներից դուրս բերած հարցեր, կարծիքներ, հանրային հարցումներ հենց մեր հասարակության շրջանակներում, միջազգային տարբեր ռեյտինգային գնահատականներ, ունենք նաեւ եվրոպացի գործընկերների գնահատումները, այդ թվում վիզայի ազատականացման կոնտեքստում, ունենք քաղաքացիական հասարակության գնահատականներ, ունենք պաշտոնական արդյունքներ, ունենք ի վերջո վարչական վիճակագրություն, որտեղ ամբողջ արտացոլվում է, եւ մյուս կողմից մենք ունենք մեդիա տիրույթում եղած խոսակցություններ։ Ես ուզում եմ հատկապես կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ մենք տարբեր հարթություններում տեսնում ենք, որ այ հանցավորության աճ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն օր Հայաստանի Հանրապետությունում սպանություններ են տեղի ունենում, եւ այսպես շարունակ քաոտիկ իրավիճակ է, պետությունը չի կառավարում իրավիճակը, բայց ինչ ունենք մենք իրականում, մեդիա փրփուրներից դուրս, ինչ կա իրականության մեջ։ Մենք նկատում ենք, որ 2025 թվականին ունենք հանցավորության ոչ թե ավելացում, այլ նվազում 3.2%-ով։ Ընդ որում նվազել են այնպիսի խումբ հանցագործություններ, որոնք շատ քննարկվում են եւ տրամաբանորեն քննարկվում են մեր հանրության կողմից, խոսքս հատկապես մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասին է, այսինքն առողջությանը ծանր վնասի պատճառում, այլ դեպքեր մենք ունենք նվազում հանցավորության մեջ։ Եվ ես պիտի փաստեմ, որ անգամ 0.1%-ը հանցավորության նվազման տեսանկյունից շատ կարևոր ցուցանիշ է երկրի համար։ Մենք այս տարի գրանցել ենք 3.2% նվազում, ինչը պարտավորեցնող է, եւ մենք պիտի սա դարձնենք օրինաչափություն, այլ ոչ որևէ տարվա կտրվածքով գրանցած հաջողություն։ Բայց մեդիա տիրույթի մասով ես ուզում եմ հատկապես նշել, որ շատ տրամաբանական է իրավիճակը, որովհետեւ ինչու մենք հենց այս պահին ունենք այդպիսի խոսակցություններ։ Որևէ մեկին չէին հետաքրքրում սպանություններ, օրինակ 10 տարի առաջ կամ 4 տարի առաջ կամ անցյալ տարի, ինչու հենց հատկապես հիմա սկսեց այս խոսակցությունները թեժանալ եւ անգամ ներկայացվել խեղաթյուրված տվյալներ աշխարհին հայտնի պրակտիկայի պատճառով, որովհետև նախընտրական ժամանակահատվածում սովորաբար մեդիա տիրույթում գեներացվում են այնպիսի խոսակցություններ, որպեսզի հանրության մեջ անհանգստության որոշակի միտումներ առաջանա, քաոտիկ իրավիճակի պատկերացում ստեղծեն, ձևավորեն հանրության մեջ։ Սա շատ կանխատեսելի տեխնոլոգիա է, որպես այդպիսի նախընտրական ժամանակահատվածում այսպիսի փորձեր տարբեր պետություններ ունեն։ Մենք բարբերաբար տեսնում ենք, չէ՞, սպանություններ։ Վերջի դեպքը, որ երիտասարդները իրար
ծեծում էին եւ այլն, այլ մարդիկ մահացան, դրանք նախընտրականի հետ ինչ կապ ունեն։ Տեսեք, ես անդրադարձա առաջին բաղադրիչին։ Այսինքն, ինչ կա իրականում եւ ինչպիսի խոսույթ ունենք մենք մեդիատիրույթում, եւ պետք է մեր հարության հետ էլ անկեղծ լինենք եւ նշենք, թե ինչու է այս պահին այդ դեպքերն այդքան քննարկվում եւ նաեւ խեղաթյուրված տվյալներ ներկայացում մեր հարությանը։ Բայց միևնույն ժամանակ մենք ունենք նաեւ որոշակի քննադատություն, որին շատ սթափ ենք վերաբերում եւ դիտարկում ենք բոլոր այն խնդիրները, որոնք այս պայծրությամբ հանրապետության ներքին անվտանգության Ինչ քայլեր եք անում ունենք։ հանցավորության դեմ։ Տեսեք, մենք քննարկում ենք օրինակ սպանությունների մասով իրավիճակը եւ պիտի հանրության հետ ազնիվ լինենք, որովհետեւ իմ խնդիրը որպես ներքին գործերի նախարար թվերից այն կողմ դեպի բովանդակություն գնալն է եւ հանրությանը ճիշտ ուղերձով, թե ճիշտ խնդիրները ներկայացնելն է եւ թե նաեւ այն լուծումները, որոնք այս պայծրությամբ ունենք արդյունքներ, միևնույն ժամանակ ունենք խնդիրներ։ Օրինակ, սպանությունների մասով անընդհատ խոսույթ կար, որ ամեն օր տեղի ունենում սպանություն, բայց 2025 թվականի վերլուծությունները մեզ թույլ են տալիս նշելու, որ ունենք 50 հաստատված սպանության դեպք։ 2024 թվականին այդ թիվը կազմել է 45-ը։ Հիմա երբ որ գնում ենք դեպի բովանդակությունը, այսինքն 50 թվի ներքո ինչպիսի իրավիճակ ունենք։ Իհարկե առաջին ուզում եմ արձանագրել, որ ցանկացած սպանություն դա մեզ համար ողբերգական դեպք է։ Մենք վերաբերում ենք դրան հենց այդպես եւ ուզում եմ նաեւ, որ այն տպավորությունը իսպառ բացառվի, որ մենք որևէ ջանք խնայում ենք, որպիսի ինչ որ մի ձև չուղենք այս ռեսուրսը սպանությունների կանխարգելմանը եւ այսպես շարունակ։ Հակառակը, մենք դասեր ենք քաղում նաեւ յուրաքանչյուր սպանության դեպքից եւ որոշում ենք, թե մարտավարական առումով ինչպիսի փոփոխություններ պիտի ունենանք։ Հիմա 50 սպանության դեպքերի մեջ առաջին հերթին ունենք իրավիճակներ, որտեղ պլանավորված սպանություն ունենք։ Այսինքն կա նախապատրաստություն, կոնկրետ անձինք պլանավորել են, դերապաշխում են իրականացրել եւ տեղի ունեցել սպանության դեպքը։ Սրանք շատ փոքր հատվածն են կազմում ընդհանուր սպանությունների կառուցվածքում։ Այստեղ առաջնային կերպով իրավապահ համակարգի օպերատիվ աշխատանքն է չափազանց կարեւոր, որովհետեւ երբ որ դու որպես պետություն ունես ժամանակահատված դիտարկելու, վերլուծելու, օպերատիվ տեղեկատվությունը մշակելու, շատ ավելի, այսպես ասեմ, մեծ բաժինը ընկնում է հենց ոստիկանական աշխատանքի վրա, որպեսզի կանխարգելենք այս դեպքերը։ Մենք այս տարվա կտրվածքով նկատի ունեմ 2025-ը, սպանության դեպքերի կողքին ունեցել ենք 12 սպանության նախապատրաստություն բացահայտված։ Եվ եթե նայենք, օրինակ 2010-ականներից սկսած մինչև նույնիսկ 2024 թվական, կնկատենք, որ յուրաքանչյուր տարի այդ դեպքերը օպերատիվ աշխատանքով բացահայտված ընդհանրապես եղել են 1-ը, 2-ը, 2024-ին եղել է 3-ը։ Իսկ 2025 թվականին օպերատիվ աշխատանքի արդյունքում 12 սպանության նախապատրաստություն է բացահայտվել, որը թույլ է տվել մեզ խնայել 12 անձի կյանք Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա կա արդյունք, իհարկե կա արդյունք, կա խնդիր, իհարկե կա խնդիր, որովհետև ես երբեք չեմ մեկնաբանում, որ մենք օպերատիվ աշխատանքում թերություններ չունենք։ Բնավ ոչ, մենք օպերատիվ աշխատանքում էլ թերություններ ունենք, գործիքակազմի հարստացման հարցեր ունենք, մեր աշխատակիցների կրթության նաև հարցեր ունենք, իրավապահ համակարգի ներսում ավելի ուր համագործակցության խնդիրներ ունենք, եւ սա արձանագրում ենք որպես խնդիր, որպեսզի այս տարվա կտրվածքով կրկին կենտրոնացնենք ջանքերը օպերատիվ աշխատանքը ավելի լավարկելու վրա։ Հիմա երկրորդ խումբ իրավիճակները, որոնք ավելի մեծ թիվ են կազմում որպես այդպիսի սպանության դեպքերի շրջանակում եւ առհասարակ հանցավորության ընդհանուր կառուցվածքում։ Մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ մի հայոյանքի կամ մեքենան իրար վրա, այսպես ասեմ, վարելու արդյունքում ունենում ենք ծեծկրտուկ, ունենում ենք հայոյանք, ունենում ենք ավելի պորտված իրավիճակ, բռնության պորտում որպես այդպեսի։ Նման տրամաբանությամբ է։ Այո, մեր 2025 թվականի դեպքերի մեծամասնությունը հենց այդպիսի տրամաբանությամբ է, բայց ինչին եմ ուզում գալ այս դեպքերը նկարագրելով որպես երկրորդ խումբ իրավիճակներ։ Տեսեք, տարիներ շարունակ մեզ մոտ հասարակության մեջ ընկալում կա, որ բռնությանը պիտի արձագանքես ավելի կոշտ բռնությամբ, որպեսզի հարցը կարգավորվի։ Հայոյանքին պիտի արձագանքես ավելի սուր հայոյանքով, որպեսզի հարցը կարգավորվի, կամ հարցերը պիտի լուծվեն տարբեր հեղինակությունների ներքաշելով տարբեր խնդիրների լուծմանը։ Բայց մենք պրակտիկորեն ինչ ենք տեսնում։ Ցանկացած իրավիճակում այսպիսի մոտեցումը բերում է ողբերգական իրավիճակի։ Վերջին դեպքերը, այո, հենց այսպիսի դեպքեր են նաև եղել, պարունակել, որովհետև ունեցել ենք հայոյանք, դրան արձագանք ավելի սուր հայոյանք եւ արդեն բռնության պորտման արդյունքում այո առաջացել է ցավալիորեն սպանության դեպք։ Հիմա կարծում եմ եւ նաեւ համոզմունք ունեմ արդեն իսկ ձևավորված, երբ որ նայում ենք նաեւ նախորդ տարիների վերլուծական պատկերը, որ սա նաեւ ուժեղացրել է քրեական ենթամշակույթը Հայաստանի Հանրապետությունում տասնյակ տարիներով, որովհետեւ եթե մեր ընկալումը այն է, որ բռնությանը պիտի արձագանքես ավելի կոշտ բռնությամբ եւ հարցի լուծում տաս, սա բնականաբար տեղում տարբեր քրեական ենթամշակույթ կրող խմբավորումներին ավելի հզորացրել է, որովհետեւ մի այլ ենթադրություն, մի այլ կարծիք էլ կա տարածված հանրության մեջ, որ բակում, իրենց ընտանիքներում կամ իրենց շրջապատում հարցերը ոչ թե պիտի լուծել օրենքով, այլ հարցերը պիտի լուծել հեղինակություններին ներգրավելով այդ թեմային։ Այսինքն ոչ թե պետությունը պիտի հարցը լուծի, այլ քրեական տարբեր հեղինակություններ։ Հիմա ինչու եմ սա նաև արձանագրում, որպեսզի նաև տպավորությունը չստեղծվի, թե մենք մեղադրում ենք մեր հանրությանը։ Բնավ ոչ։ Ինչից եմ ես եկել այս եզրահանգմանը։ Ես իհարկե նայում եմ թե համակարգի ներս դեպի եւ թե նաև համակարգից դուրս։ Երբ որ մենք վերլուծում ենք նաև մեր ոստիկանական աշխատանքը, ոստիկանության ոլորտում գրանցված տարբեր խնդիրները, մենք նկատում ենք, որ մեր ոստիկաններն էլ են նույն հանրության ընկալումների տերանձինք։
Տարիներ շարունակ մեր ոստիկանների մոտ էլ այդ տպավորությունը եղել, որ ինչ որ մի հարցի պայմանականորեն հանցագործության բացահայտմանը կարելի է հասնել ավելի կոշտ բռնություն կիրառելու կամ որևէ այլ մեթոդաբանություն կիրառելու արդյունքներով։ Մեր ոստիկանները մեր հարևաններն են, ձեր հարևաններն են, մեր հասարակության անդամների հարևաններն են։ Ուզում եմ ասել, թե համակարգի ներս նայելով, թե համակարգից դուրս նայելով, մենք ընկալում ենք, որ որպես հասարակության մասնիկ բոլորիս մեջ կա այդ ընկալումները, որոնք տարիներ շարունակ նստվածք են ունեցել եւ հավատացեք, որ մեկ օրում բնականաբար կամ նույնիսկ տարիների կտրվածքով քրեական ենթամշակույթին վերաբերող իրադարձություններ արմատախիլ հնարավոր չի անել հասարակությունից։ Այո, նույնիսկ տասնյակ տարիներ կարող են դրա համար պահանջվել, բայց Հայաստանի Հանրապետությունը ունի այդ հանձնառությունը նախ ախտորոշելու այս խնդիրը եւ երկրորդ գնալու այս խնդրի լուծման ճանապարհով։ Շատ լավ, տիկին նախարար, մի թեմա էլ կա կրակոցները։ Հա, մենք հաճախ ենք լսում կրակոցներ, խոսում են նաև այն մասին, որ մենք Ղարաբաղում պատերազմ էր եւ այնտեղից մարդիկ եկել են եւ բնականաբար պատերազմներից հետո զենքի մեծ քանակ է մտնում հասարակություն։ Ինչ քայլեր կան այս ուղղությամբ։ Տեսեք, ես իհարկե տարբեր հարթակներում այս հարցադրումը ինքս չեմ բարձրաձայնում, բայց քանի որ բարձրաձայնեցի կուզենայի բացել նաև հարցադրումը, որպեսզի բոլոր շերտերն ավելի պարզ լինեն։ Իրականում բոլոր պետություններին, ովքեր անցել են պատերազմի կամ տեղահանության նմանատիպ սուր դրսևորումներով, բնորոշ է այսպիսի իրավիճակ, որ դու կարող ես սահմանից ներս ունենալ զենքի խմբականակի, այսպես ասեմ, ներմուծում։ Բայց հատկապես երբ որ անդրադառնում ենք տեղահանության իրավիճակին, նկատի ունեմ Ղարաբաղից մեր հայրենակիցների տեղահանման իրադարձությանը, ես պիտի փաստեմ, որ այդ ժամանակահատվածում մենք հստակ հանրային համախոհություն ենք ունեցել, որ հնարավորինս արագ պիտի մեր հայրենակիցներին թողնենք Հայաստանի Հանրապետություն եւ կեցության հարցերը լուծենք, որովհետեւ այլ հավասար պայմաններում մենք ինչ պիտի անեինք։ Յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր տրանսպորտային միջոց ժամերով կարող էր ենթարկվել ստուգումների տարբեր, որոնք պատկերացնում են, որքան ժամանակահատված մեր հայրենակիցները առանց այդ էլ պիտի անցկացնեին սահմաններին։ Մենք process-ը կազմակերպել ենք հնարավորինս արագ, ունենալով նաեւ այս բոլոր ռիսկերը, եւ պիտի նշեմ, որ հետեւողականորեն շրջանառությունից անդադ փորձում ենք դուրս բերել ապօրինի զենքերը եւ նաեւ առիթ օգտագործելով նորից եմ ուզում մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր հայրենակիցներին հորդորել, կամավոր վերադարձնել զենքերը Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ինչպես տեսնում եք, մտածողության փոփոխության մենք խնդիր ենք մեր առջև դրվել եւ խոսքը չի վերաբերում հիմնականում պլանավորած իրադարձությունների եւ ցանկացած զենք, որն այս պայդրությամբ շրջանառության մեջ է գտնվում ապօրինի, կարող է մեկ այլ անձի, մեկի կնոջ, մեկի ամուսնու, մեկի եղբոր կյանքն արժանալ եւ սրա համար մեզ համար շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքացիները պատասխանատվություն զգան եւ վերադարձնեն կամավոր կերպով Հայաստանի Հանրապետության այս բոլոր զենքերը։ Բայց մենք զուգահեռաբար թե կամավոր ճանապարհով եւ թե նաեւ խոզարկությունների ճանապարհով կարողանում ենք մեծ քանակի զենքեր դուրս բերել շրջանառությունից, որոնք այո, պոտենցիալ կարող էին մասը կազմել որևէ հանցագործության եւ կրակոցի հերթական առիթը հանդիսանալ որպես այդպեսին, եւ անցած տարվա կտրվածքով մենք 42.2% ավելի միավոր զենք ենք դուրս բերել շրջանառությունից, քան եղել է 2024-ին։ Բայց եթե մաթեմատիկորեն ես համադրեմ իմ ունեցած օպերատիվ տվյալը եւ այն տվյալները, որոնք այս պայդրության հրապարակային են, այսինքն դուրս են բերվել շրջանառությունից, դրանք դեռ իրար մոտ թվեր չեն։ Այսինքն մենք ավելի շատ ունենք ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքեր, քան հայտնաբերել են, եւ մեր խնդիրն է շարունակելու թե բացատրական աշխատանքով եւ թե նաեւ օպերատիվ աշխատանքով խոզարկությունների հիման վրա արգրավելու ավելի մեծ քանակի ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքեր։ Բայց կրակոցներին, քանի որ անդրադարձանք, տեսեք, շատ հաճախ նորից պիտի գա մեդիատիրույթին, որովհետեւ այս երկու հարթությունները իրարից հնարավոր չի տարանջատել, հաշվի առնելով այն, որ բոլորս ենք նաեւ տեղյակ եւ հասկանում, թե ինչ է կատարվում։ Օրինակ, վերջերս Իսակովի պողոտայում կրակոցների մասին մի լուր տարածվեց, որ այ կրակոցներ կան եւ վերջ։ Քլիքաբեր մեդիա լուրերը բնականաբար տարածվում են, այս պայդրությամբ մեդիայում էլ տարբեր ալգորիթմներ կան, որոնք որ թույլ են տալիս քեզ ավելի շատ տարածում ունենալ այնպիսի վերնագրերի ներքո, որոնք որ կարող են հուզական որոշակի էմոցիաներ առաջացնել մեր քաղաքացիների մոտ։ Բայց ինչ ունեինք մենք այդ լուրի ներքո։ Օդաճնշիչ ատրճանակի գործադրում, խուլիգանության դեպք եւ նկատենք, որ այդպիսի ատրճանակները օրինական շրջանառության մեջ գտնվող ատրճանակների մասին է խոսքը։ Չկա որևէ սպանություն, չկա որևէ մեկին որևէ մարմնական վնասի հասցնում, կա խուլիգանության դեպք, բայց կրկին հիբրիդային սպառնալիքի ֆոնին անընդհատ փորձ է կատարվում այս ինֆորմացիան մատուցել մեր հանրությանը եւ ներկայացնել, որ այդ հերթական կրակոցն է։ Ես ուղղակի ուզում եմ որպես ներքին գործերի նախարար վստահեցնել մեր հանրությանը, որ նախ առաջինը մենք շատ լավ տեղյակ ենք այսպիսի տեխնոլոգիաներին եւ որևէ ձևով չենք տրվում հուզական տարբեր էմոցիաներին եւ մյուսը օպերատիվ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է։ Մենք անկեղծ ենք մեր հանրության հետ, կան արդյունքներ, դրանք պիտի արձանագրենք, կան խնդիրներ, այո, մենք առերեսվում ենք այդ խնդիրների հետ եւ մենք հետեւողականորեն պիտի ջանքերը համախմբենք եւ գնանք դրանց լուծման ճանապարհով։ Օրինակ, մենք խոսել ենք, որ խնդիր է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Խոսել ենք այդ մասին։ Տեսեք, անցած տարվա կտրվածքով մենք ռազմավարական մոտեցում ենք փոփոխել։ Մենք կենտրոնացել ենք խմբականակի ներմուծման աշխատանքների վրա եւ արտադրական process-ի վրա, որովհետեւ մենք այն արհեստական իմիտացիոն աշխատանքը չենք ուզում ցույց տալ, որ տեսեք, մենք մանր չափերի թմրամիջոցներ ենք հայտնաբերում 100 հազարավոր դեպքեր։ Ոչ։
Ինձ համար որպես նախարար կարևոր է 30 դեպք արձանագրել, բայց վստահ լինել, որ մենք կոտրել ենք ներմուծման շղթան եւ արտադրության շղթան եւ այդքան մեծ քանակի թմրամիջոց դուրս ենք բերել Ապոնի շրջանառությունից։ Եվ անցած տարվա կտրվածքով մենք 768 կիլոգրամ ընդհանուր թմրամիջոց ունենք Ապոնի շրջանառությունից արգրավված։ Սա իրականում իրավապահ համակարգի կայուն համագործակցության արդյունք է որպես այդպեսին, որովհետեւ եթե մենք համադրենք նախորդ տարվա ցուցանիշը կնկատենք, որ այս ցուցանիշը 80%-ով ավելին է, քան 2024-ը։ Բայց կենտրոնացել ենք այս խումբ իրավիճակների վրա, որովհետև այս խմբականակները մեծ, հետո կարող են դառնալ մանր բազմաթիվ դրվագներ եւ նաեւ կործանարար հետևանքներ առաջացնել։ Մենք կարող ենք իհարկե թողնել ներմուծումը, արտադրությունը եւ ավելի պոպուլիստական ճանապարհով գնալու պայմաններում գնալ են մանր չափերի բացահայտման հետևից, բայց ռազմավարական մոտեցումն այն է, որ մենք ռեսուրսը չենք կենտրոնացնում մանր դեպքերի վրա առավելապես, կենտրոնացնում ենք մեծ խմբականակների վրա եւ ապահովում ենք ավելի կայուն արդյունքներ Հայաստանի Հանրապետության հասարակության համար։ Նույն իրավիճակը, նույն քննարկումները մենք ունեցել ենք հատկապես անչափահասների ոլորտով։ Կհիշեք, որ անցած տարվա կտրվածքով բազմաթիվ էին քննարկումները, որ այդ դպրոցներում թմրամիջոց է պատտվում եւ այսպես շարունակ։ Նույն հայտնի չեմ ուզում այս պայծրությամբ անվանումը նշել, դպրոցի օրինակով քննարկվում էր, որ շրջանառություն կա թմրամիջոցի, բայց վերջին փորձաքննության արդյունքները տվեցին, որ դա ընդհանրապես փոշենման զանգված է եղել սպիտակ, դա թմրամիջոց չէ, բայց ամբողջ քննարկումները բնականաբար չուղղվեցին այդ ուղղությամբ, չուղղվեցին երիտասարդներին, այսպես ասեմ, չպիտակավորելու ուղղությամբ, այլ հակառակը։ Մենք տեսնում ենք, որ շատ հաճախ այս խոսույթը գեներացվում է չնկատելով, որ պիտակավորվում է մի ամբողջ հասարակություն, որի համար ինչքան վատ, այնքան լավ։ Այո։ Բայց դրանից այն օբյեկտիվ խնդիրները չեն պակասում։ Միանշանակ։ Խնդիրների մասով իհարկե ես նշում եմ, որ մենք ունենք այսքան բացահայտումներ, բայց զուգահեռ պիտի ավելի օպերատիվ կանխարգելիչ աշխատանքը ավելի սերտացնենք, ավելի ընդլայնենք, որովհետև նույն անչափահասների մասով մենք խնդիր ունենք ավելի դպրոցական համայնքի հետ ավելի սերտ աշխատանքի, ծնողական համայնքի հետ ավելի սերտ աշխատանքի, որովհետև շատ հաճախ երբ որ մենք խոսում ենք կանխարգելման մասին, նորից պիտի ազնիվ լինենք եւ հասկանանք, որ այստեղ անելիք ունի թե իրավապահ համակարգը առաջնայինորեն, թե համայնքը, թե դպրոցները, թե ուսուցչական կազմը որպես հիմնական օղակ եւ թե նաեւ ընտանիքը, որովհետև օրվա մեծ մասը այս ընտանիքը նախ եւ առաջ միանշանակ համաձայն եմ, բայց մենք որպես պետական մարմին պիտի նաև մեր հանձնառության առաջին հերթին տեր լինենք, այսպես ասեմ, եւ կենտրոնանանք մեր աշխատանքի։ Այստեղ ցուցանիշները ոնց են, նվազում ունենք թե ոչ։ Ընդհանուր հանցավորության մասով ես նշեցի, որ 3.2% նվազում ունենք որպես այդպեսին եւ նորից համադրելով իմ նախորդ խոսքի հետ նշածը, պիտի նշեմ, որ քանի որ մենք դեռևս մտածողության փոփոխություն չունենք, ընդհանուր առմամբ տարբեր իրավիճակների ռեակցիաներ տալու եւ ունենում ենք նմանատիպ իրավիճակներ, 3.2% նվազումը դա իրականում իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքն է եւ ես ուզում եմ վստահորեն սա փաստել, որովհետեւ դրա մասին են վկայում բարեկային ծառայության ուժեղացված ծառայությունների արդյունքները, քրեական ոստիկանության օպերատիվ աշխատանքը, մեր մյուս օպերատիվ գործընկերների աշխատանքը։ Սրա արդյունքում է, որ մենք կարողացել ենք ունենալ 3.2% նվազում, բայց ես նշեցի, որ սա պիտի լինի օրինաչափություն։ Իսկ օրինաչափություն կարող ենք ունենալ միայն այն պայմաններում, եթե մենք ունենանք մտածողության նաեւ փոփոխություն։ Այսինքն արձագանքը պիտի լինի մի քանի օղակում։ Առաջինը, օպերատիվ մարմիններն իրականում պիտի արագ արձագանքեն իրավիճակին, ավելի շատ կենտրոնանան կանխարգելման բաղադրիչի վրա, բոլոր հանցագործությունները պիտի բացահայտվեն, ընդ որում սպանության բոլոր դեպքերը բացահայտված են եւ սա եւս կարեւոր ցուցանիշ է, որովհետեւ կանխարգելման կարեւոր բաղադրիչ ունի իր մեջ եւ մենք բացահայտել ենք ընդհանուր այնպիսի սպանություններ, որոնք այլ հավասար պայմաններում կարող էր թվալ, որ դա անհնար է ուղղակի բացահայտել։ Կենտրոնանալ նաև հանցագործությունների բոլոր դեպքերը 2025 թվականի այո բացահայտված են։ Երկրորդ շերտը կենտրոնանալ ինստիտուցիոնալ լուծումների վրա, որովհետև անձնական մակարդակում կարող են մեր տարբեր ծառայողներ շատ լավ արդյունքներ գրանցել, բայց արդյունքը կարող է լինել օրինաչափ, եթե ինստիտուտը օրինաչափ է աշխատում։ Հետևաբար մենք շարունակելու ենք հզորացնել ինստիտուցիոնալ մեր կարողությունները, կրթական բաղադրիչի վրա կրկին մեծ շեշտը դնել եւ հզորացնել մեր ծառայողների կարողությունները։ Սրանք երկուսը մեր դաշտի խնդիրներն են։ Եվ երրորդը, այո, աշխատել հանրության հետ, փորձել հասնել մտածողության փոփոխության, որպեսզի համատեղ ջանքերով մենք կարողանանք լավ արդյունքներ ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր, Տիկին Սարգսյանն ասաց, որ 25 թվականի բոլոր սպանությունները բացահայտվել են։ Մենք կհանդիպենք ցտեսություն։